Հա, այս նկարը նկատի ունես։ Լսի դե այնօր մեկը հարցնում էր Սուվորովնա թե Կուտուզովնա, ասում կյանքում իմ մոտ էս նկար կլինի, բնականաբար Ֆրիդրիխ Մեծն է, Պրուսիայի թագավորը, որը 7 պետության դեմ 7 տարի ըստ էության կռվել է, կարելի ասել մենակով իր փոքրիկ թագավորությամբ ու ի վերջո հրաշքով նաև հաղթել է, որովհետև եւ Ռուսաստան, Ավստրիա, Ֆրանսիա եւ այդ ժամանակվա Պրուսիան, որ պատկերացնես, ինքը Հայաստանից մի քիչ ավելի մեծ պետություն, մի քիչ ավելի մեծ։ Հայ ա եղել է։ Հա, բայց հաղթող հայ ա եղել։ Դա ինքն է օգնում է մեզ ինքը։ Իր հայացքով վճռական, հա։ Եվ շատ խելացի մարդ ա եղել Վոլտերի հետ համակագրություն ա ունեցել եւ այլն, էլի նաեւ այդպես կերպար ա։ Հա։ Всё։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Աբրամյանն եմ, սա քաղաքական օրագիրն է։ Մենք արդեն ասել ենք, անցյալ անգամ էլ խոսել ենք, որ մարտի 25-ին մեր մարտական եղբայրության կողմից հիմնադրվող ազգային հեղափոխություն կուսակցության հիմնադիր համագումարն է լինելու, իդեպ նաև հրավիրում եմ, որպեսզի գաք, մասնակցեք, նաև իհարկե շատ ցանկալի է գրանցվեք եւ դառնաք դուք էլ հիմնադիրը Հայաստանակենտրոն էսպային առաջին, հուսանք ոչ վերջին քաղաքական ուժի։ Անցյալ անգամ մենք խոսեցինք որոշ չափով մեր ստեղծվելիք կուսակցության ծրագրային մոտեցումներից ամենաառաջնային այս իրավիճակի հետ կապված։ Մենք իհարկե հրապարակել ենք բազմաթիվ հատվածներ մեր ուրեմն ծրագրային մոտեցումներից, ոչ միայն իրավիճակի հետ կապված, նաև տարբեր ոլորտային, նաև գաղափարախոսական, հիմնականում դեռ համառոտ հատվածական տարբերակներն են հրապարակում, ամբողջականն էլ կհրապարակենք, բայց ճիշտն ասած մտածում ենք, որ մարդիկ նախ եւ առաջ համառոտը կկարդան, թե չէ մեր այդ գրած ծրագրերը դրանք անվերջ մեծ են։ Մենք 1-2 տարի դրանք քննարկել ենք, հղկել ենք, մշակել ենք եւ այլն, կհրապարակենք իհարկե նաեւ ըստ ուրեմն ընթացքի նաև ամբողջական տարբերակները, բայց այս պահին ճիշտ ենք համարում համառոտներ հրապարակել։ Եվ ինչի մասին եմ ուզում խոսալ, որտեղ ունենք արդեն առաջին արձագանքները եւ մեր ընկերներից եւ գուցե ասած ասեմ չընկերներից եւ լավ մարդկանցից եւ վատ մարդկանցից, այսպես ասած, ինչ են ասում են ձեր մոտեցումները ռեալիստական չեն, իրատեսական չեն։ Ոչ բոլորը, բայց շատերը դա են ասում։ Միգուցե նաև այս հաղորդումը, այս մեր զրույցը նայողների մեջ էլ նման մարդիկ լինեն, ես խնդիր չունեմ, բանով չեմ ասում։ Եվ ես ուզում եմ այսօր դրա մասին խոսենք, ուրեմն մեզ ասում են դուք ռեալիստ չեք, դուք իրատեսական չեք, դե որովհետև մենք ասում ենք, որ խաղաղության դարաշրջան կոչվածը պատրանք է, մենք չենք գնում դեպի կայուն եւ տևական խաղաղություն, մենք այսօր պետք է ասենք ոչ թե խաղաղություն, այլ անվտանգություն, մենք ասում ենք, որ Հայաստանը այլ տարբերակ չունի այս իրավիճակին adekvat լինելու, քան նորից ուժային գործոնի վերածվելու եւ այլն եւ այլն, հիմա նորից չպատմեմ եւ անցյալ անգամ եմ խոսացել եւ շատ ենք խոսել եւ հրապարակված է կարող եք նայել։ Հիմա իրականում, երբ որ մեզ ասում են դե այս դուք ռեալիստ չեք, իրատեսական չեք, մենք ճիշտ հակառակն ենք պնդում եւ մեր հենց ծրագրի մեջ ամրագրված է մի քանի տեղ, որ մենք ռեալիզմի կողմնակիցներն ենք։ Ուղղակի ինչ որ Հայաստանում համարում են ռեալիզմ, ես չգիտեմ դա ինչ կարելի է կոչել, ճիշտ հակառակն է երևի ուտոպիզմ կոչեմ, մենք հակառակն ենք համարում եւ ես կփորձեմ հիմնավորել նաեւ թե ինչու։ Որովհետեւ սա կրկնում եմ հիմնական կարծում եմ բանն է լինելու, ոնց որ այսպես ասած քննադատությունը մեր ընդհանուր մոտեցումների։ Մենք համարում ենք երկու իմաստով մեզ ռեալիստ։ Մեկը մենք միջազգային հարաբերություններում հետևում ենք, փորձում ենք գոնե հետևել ռեալիզմի դպրոցին, որտեղ դպրոցը դա տենց այնպես բառ չի։ Կա երկու մոտեցում միջազգային հարաբերությունների՝ իդեալիստական դպրոց եւ ռեալիստական դպրոց։ Եվ մենք հետևում ենք այդ դպրոցին, դա շատ կոնկրետ դրույթներ են, շատ կոնկրետ պնդումներ են եւ ոչ մի կապ չունեն այն գավառականության հետ, որը Հայաստանում է որպես ռեալիզմ ներկայացում, եւ երկրորդը մենք ասում ենք, որ մենք ազգայնական ենք եւ ազգայնականությունից նույնպես գաղափարախոսությունից բխում է իրատեսական մոտեցումը աշխարհին, ինչու, որովհետեւ մենք չենք տառապում, այսպես ասած, համամարտկային դարդերով, մենք այդքան շատ չենք հավատում, որ մի օր մարդկությունը կմիավորվի ու չգիտեմ ինչ կանի, մենք համարում ենք, որ իրական, այսինքն հասկանում ենք, որ իրականությունը միջազգային հարաբերությունում ազգերն են եւ ազգերը մրցակցում են միմյանց հետ եւ այդ մրցակցությունը ունի ուժային հիմք, դա իրականությունն է, ոչ թե մեր ցանկությունը կամ չցանկությունը եւ դրանից բխում է նաեւ մեր էլի շատ ռեալիստական
ոչ իդեալիստական, ոչ ուտոպիստական մոտեցումները, հատկապես արտաքին նաև հարաբերություններին։ Հիմա, բայց ես ուզում եմ հակառակից գամ սկզբից, մինչև նորից հիմնավորեմ մեր մոտեցումները, ինչքանի որ կհասնեմ, ես ուզում եմ հակառակից գամ եւ հիմա տեսնենք ինչ է այսօրվա Հայաստանում համարվում ռեալիզմ, ինչ է քարոզվում որպես իրատեսական ստապ մոտեցումներ։ Իրական ես միանգամից ասեմ, դրանք ուղղակի ապշեցուցիչ են, երբ որ դու մի քիչ դրսից հայացքով ես նայում, ապշեցուցիչ կներեք նույնիսկ մեկ-մեկ ես ոչ թե չհայնանում եմ, այլ որոշ դեպքերում նույնիսկ մեղքս են տալիս մարդիկ, որտեղ դրանք այնքան մանկամիտ պատկերացումներ են աշխարհի մասին, այնքան միամիտ, քաղաքականապես միամիտ հանրությունն է միայն կարող է հավատալ այդ մոտեցումների ռեալիստական լինելու եւ իհարկե ես չեմ մեղադրում մեր հանրությանը, որովհետեւ քարոզչությամբ նաեւ մեր հանրության ուրեմն սիրտը, չգիտեմ, ասեմ, հոգին, ասեմ, ջարդեցին եւ միշտ էլ ներշնչել են եւ շարունակում են հիմա ներշնչել այդ ոչ adekvat այդ մանկամտությունը, այդ միամտությունը քաղաքական ոչ միայն չեն փորձում շտկել, հակառակը, որովհետեւ դա օգուտ է իշխողների համար եւ դրսում եւ ներսում, որպեսզի դա ավելի սնուցեն, ավելի ներշնչեն եւ միշտ այս քաղաքական միամտության մեջ պահեն։ Եվ ես էլի ընդհանրացված ասում եմ հիմա կետերով կասեմ, այն ինչը որ Հայաստանում միջինում եւ քաղաքական ուժերի կողմից եւ փորձագետների եւ չգիտեմ առանձին գործիչների եւ հարության զգալի հատվածի կողմից անցալվում է որպես իրատեսություն, դա իրականում անտանելի, սարսափելի քաղաքական միամտություն է, միամտության դրսևորում է, մանկամտության աստիճան։ Ուրեմն եկեք հիմա կետերով նայենք, տեսնենք թե ինչին են հավատում մարդիկ, որոնք Հայաստանում իրենց ռեալիստ են համարում, իսկ մեզ ոչ ռեալիստ։ Ուրեմն հավատում են, որ այսօրվա միջազգային այս միտումների պայմաններում շատ եմ խոսել այս թեմայից, բայց միշտ խոսելու եմ, որտեղ դա շատ կարևոր է։ Այսօրվա հենց, չեմ ասում ընդհանրապես, հենց այսօրվա մեծ միջազգային նույնիսկ ոչ միայն տարածաշրջան, միտումների պայմաններում հնարավոր է փախնել եւ մի հատ անկյունում տեղավորվել ու կերտել առանձին վերցած Հայաստանում ինչ որ մի հատ կայունության ու խաղաղության դարաշրջան, երբ որ ամբողջ աշխարհը անկայունության, մեծ անկայունության, չեմ ասում պատերազմների, պայքարի ուժերի վերադասավորման փուլում է։ Ոնց կարելի է այս տիպի մոտեցումը համարել ռեալիստական, ընդ որում ես շեշտեմ խոսքը սովորական ճգնաժամի մասին չի միջազգային հարաբերությունների, սովորական անկայունության մասին չի, սա վերջապես պետք է հասկանանք, սա արդեն ոչ թե տարիներ կարելի ասել տասնամյակ է տևում առնվազն, ասա նոր process չի 2010-ականներից սկսվել է եւ միայն ուժեղանում է եւ չկա այստեղ այնպիսի միտում, որ դե հեսա կխախանդվի, չէ, այդպես չի։ Սա ավելի մեծ ճգնաժամ է, քան ինչ որ եղել է օրինակ 1990-ականների սկզբին, երբ որ սովետական միությունը փլուզվեց եւ վերադասավորում մեծ եղավ եւ մենք էլ դրանից օրինակ շահեցինք եւ Արցախը կարողացանք ազատագրել եւ Հայաստանի տարածքը փաստացի մեծացնել։ Սա ավելի մեծ ճգնաժամ է, որտեղ այնտեղ այն ժամանակ աշխարհակարգի մի մասը մեր սովետական միությունը մի բևեռը ոնց որ փլվեց, բայց այն մյուս բևեռը մնաց։ Հիմա այն մյուս բևեռն է, ես չասեմ քայքայման process-ի մեջ, բայց համենայնպես շատ լուրջ վերապեղման process-ի մեջ։ Եվ այսօր մարդիկ Հայաստանում հավատում են նաև, որովհետև 90-ականների աշխարհում ոնց որ ապրեն, հավատում են լուրջ եւ հավատացնում են ժողովրդին, որ կարելի է օրինակ ամերիկյան կամ ընդհանրացված արևմտյան երաշխիքներով անվտանգություն ստանալ Հայաստանի համար, որը մի կողմ թողած թե տեսականորեն կամ մեր պատմական փորձի տեսակետից որքանով ճիշտ ու սխալ է, բայց կոնկրետ այսօրվա իրավիճակում ես էլ եմ շեշտում, շատերն են նկատում, որ ասենք այսօր հենց նույն ուրեմն Պարսից ծոցի պետությունները, որոնք ամերիկյան իրական երաշխիքների տակ են, պայմանագրային, ոչ թե մերպես, մենք չունենք նման երաշխիք իրական, մեր օգոստոսի 8-ը չի տալիս նման երաշխիք, տենց հրամցնում են մեզ, նրանք նույնիսկ հասկանում են, որ այսօր նույն Պարսկաստանի հարվածներից իրենց Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի չեն կարողանում պաշտպանել, չեն կարողանում ապահովել։ Բայց մենակ դա չի, այդ հիմա այդ օրինակ Եվրոպան, ՆԱՏՕ-ն, այդ ամբողջ համակարգը տասնամյակների, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի եղել են Եվրոպայի անվտանգության երաշխիքը, փլուզվում է այսօր։
անկայունություն է, այսօր այդ քայքայվում է այդ համակարգը, հասկանում եք, եւ դա ամենօրյա, եթե դուք հետևեք միջազգային լուրերին, դա ոչ թե սենց ինչ որ մի հատ խոսքին, դա ամենօրյա process է նաեւ գործնական, որտեղ այսօր բոլոր եվրոպական երկրներում բոլոր տիպի բոլոր sense ասած ճամբարների քաղաքական առաջնորդները մտածում են ինչպես իրենք կարող են ապահովել իրենց անվտանգությունը արդեն անկախ ամերիկյան երաշխիքից։ Հասկանաք, այս մեծ համակարգն է հարցականի տակ նույնիսկ։ Եվ ասեմ, որ շատ դժվար ճանապարհ է այսօր, եթե մենք նայում ենք էլի հետևում ենք նույն եվրոպական մեկնաբանություններին, իրենք էլ հասկանում են, որ շատ դժվար լուծելի հարց է իրականում, շատ դժվար, որտեղ ռազմական ուժերը եվրոպական առանձին վերցած երկրներ, օրինակ ես հենց այսօր լսում էի նաև անգլիական մի վերլուծություն, որ նույնիսկ 80-ականների համեմատած այսօր Անգլիայի ռազմական ուժը, հատկապես ռազմական նավատորմը շատ թույլ վիճակում է, եւ այսօր այս ֆոնին մեր ժողովրդին հրամցնել եւ ռեալիստական համարել, որ գիտեք ինչ ամերիկյան երաշխիք, էլ չեմ ասում եվրոպական երաշխիք, որտեղ եվրոպացիք իրենք իրենց անվտանգությունը չեն կարողանում այսօր երաշխավորել։ Իրենք են արզ դնում ոնց երաշխավորենք մեր ուժերով։ Մենք ասենք, չէ, դու մեր ժողովրդին գիտեք ինչ, շատ իրատեսական է, որ մեզ էլ կերաշխավորեն, սրանից ավելի աբսուրդ, ոչ adekvat բան, ոչ ռեալիստական բան աշխարհի 30 երևի չկա։ Եվ ընդհանրապես, հիմա մյուս բանին, որ հավատում են սրան մոտ, ընդհանրապես որտեղ ասում են, դուք ասում եք ուժային գործոն, չգիտեմ, ինչ վախենալու բան է, դե մենք հիմա չենք կարող, մենք պետքա դիվանագիտորեն լուծենք, ոնց դա համարել ռեալիզմ, համարել, որ ընդհանրապես միջազգային հարաբերություններում զուտ դիվանագիտությամբ առանց ուժային ապահովման երբևէ անկախ ճգնաժամից կամ ճգնաժամից միջազգային հարաբերությունների կարելի է լուծել անվտանգության հարցեր, սրանից ավելի հեքիաթային, ուտոպիստական, ոչ ռեալիստական պատկերացումներ աշխարհի մեջ հնարավոր չի, աշխարհի մասին հնարավոր չի գտնել։ Չկա նման այդ մոգական հրաշագործ դիվանագիտությունը կգնանք կբանակցենք, ինչի հիման վրա կբանակցես եղբայր, կգնաս ու կհամոզես, ինչ կանես, չես կարա, եթե մարդիկ գիտեն, որ դու ուժային չես, դու չես կարա ուժին ուժով պատասխանել, եւ քո ընկերները եւ քո թշնամիները ոչ հիմա դու եւ սա չեմ բանս ամբողջ համաշխարհային պատմության փորձն է, ախր նույնիսկ ես չգիտեմ դրա ապացույց, ինչ ապացույց սրան բերես։ Սա երևի միայն Հայաստանում են մարդիկ լուրջ հավատում, որ սա ռեալիստական է։ Երևի միայն Հայաստանում, ես իրոք դժվար եմ պատկերացնում եւ համատարած է մենակ հասարակ մարդիկ չգալիս են մարդիկ, որոնք քաղաքական հավակնություններ ունեն եւ լուրջ հավատում են, որ դա հնարավոր է, որ մենք կգնանք ավելի լավ կբանակցենք։ Չէ, չկա նման բան։ Բանակցությունը շատ լավ բան է, շատ կարեւոր բան է, բայց ինքը միշտ պետք է ապահովված լինի ուժով եւ բոլորն են այդպես։ Բոլորն եւ միշտ են այդպես եղել։ Նաեւ հավատում են, որ իրենք ինչ միջազգային հարաբերություններում այսպես մեզ ասում են դուք ռեալիստ չեք, ասում են լավ ո՞րն է ձեր ռեալիզմը, դուք ո՞նց եք պատկերացնում, ոնց որ կոպիտս խափենք, գնանք միջազգային հարաբերություններում, տան ժամանակ ձգենք, խափենք, ես ինչ հնարավոր չէ, ժողովուրդ ջան, չէ, միջազգային հարաբերություններում ճիշտ է դիվանագիտության մեջ, այստեղ խափել էլ չի, որոշակի այսպես դոզա կա, ասենք, չգիտեմ, թաթերական խաղի, չգիտեմ, խորամանկության, բայց խափելով միջազգային հարաբերություններում հաստատ չես ստանում ոչ մեկ, չկա նման բան, չեն խափում։ Այսինքն դու գնաս ինչ-որ բան ձևեր, թապես նա ում ես խափում, այսինքն քեզնից 1000 անգամ ավելի մեծ փորձ ունեցող պետություններին, որ չես կարող դու իրաց խափես։ Չկա, տարբերակ չկա։ Երկրորդը սա ոչ թե քաղաքական մտածողություն է, սա մանր առևտրականի չարչիական մոտեցում է, որը չի աշխատում մեծ աշխարհում, չի աշխատում։ Դա ասենք, չգիտեմ, ինչ որ մի Հերվաշեն գյուղում նույնիսկ այնտեղ կարող չաշխատի։ Հերվաշինում չէ, բանում են ինչ էլ կոչվում են, որ թուրքերը այդ առևտուրն են անում են Վրաստանի սահմանը։ Սադախլուի շուկայում անցնում, չէ, այստեղ չի անցնում, չէ, դա Սադախլուի շուկայի մտածողություն չի կարելի մտնել միջազգային հարաբերություն։ Հակառակը դու պետքա հստակ քո իրավունքները եւ քո պահանջները ներկայացնես անկախ նրանից թե դու ես պայն դրանք որքանով համարում ես այդ իրագործել, դու պետք է հստակ ներկայացնես։ Եվ ոչ թե այս այդ մյուս կետը, որ մտածում են կարելի է սեփական ուրեմն ամեն ինչից sense հրաժարվելով, հարմարվելով կամ թաքցնելով հասնել արդյունքի, չէ, էս էլ է երկրորդ
Մյուս կեղծիքն է սրա հետ կապված, այդ խաբելու տարբերակն է, ոչ, հակառակն է գործում միջազգային հարաբերություններում, արտաքին հարաբերություններում։ Դու պետք է հստակ սահմանես ինքդ քո իրավունքները, քո պահանջները, քո կարմիր գծերը եւ դրանք կապ չունեն, ելի եմ կրկնում, որքանով այս կամ այն իրավունքը համարվում է այս պահին իրագործելի կամ ոչ։ Դու իհարկե քո մինիմումն ես սահմանում։ Չեմ ասում, ասենք վերջում ես ասում ես ծովից ծով Հայաստան եմ ուզում, բայց մինիմալ սահմաններ կան, դու ասում ես սրանք իմ իրավունքներն են անկախ բոլոր հանգամանքներից։ Եվ դրանից հետո ես դու միայն ընկերներ գտնում։ Երբ որ դու ինքնակամ հրաժարվում ես քո բոլոր իրավունքներից, քո պահանջներից, քո պատկերացումներից ճիշտ ու սխալի մասին եւ միայն հարմարվում ես, 100% դու երբեք չես գտնի ոչ մի ընկեր, ոչ մի դաշնակից եւ նույնիսկ նորմալ թշնամի էլ չես գտնի, այսինքն որ քո այդ բանը ընդհանրապես քեզ ենթակայի կարգավիճակում ես գտնում, այդպես է աշխատում եւ այս օրինակները բազմիցս բերել եմ։ Նույն այսօրվա Թուրքիան այդպես է կառուցվել, Քեմալը այդպես է կառուցել, Թուրքիան չի ասել մենք չունենք հնարավորություն, ասել է սա է մեր մինիմալ իրավունքը, ինձ ուրիշ ոչինչ բան հետաքրքիր չի, միջազգային հանրությունը, չգիտեմ ճիշտը սխալը, մինիմալ իրավունքը Թուրքիայի։ Իմ պատկերացած այս տարածքն է եւ այս մնացած ամեն ինչն է։ Եվ այդպես ես դու դառնում պետություն, այդպես է հաստատվում ինքնիշխանությունը։ Եվ նույնը մեր պատմության դեպքում, էլի միշտ օրինակն եմ բերում եւ այլ օրինակներ, սա է միջազգային հարաբերությունում աշխատում։ Եվ այդ ճանապարհը, որը մեզ էլի ներկայացնում են որպես իրատեսական հարմարվենք, չգիտեմ ինչ անենք, հա, պետք է միշտ էլ ինչ-որ չափով հարմարվես, բնական է, բայց հարմարումը որպես եւ յոլա տանելը որպես միակ, ասենց ասած, ստրատեգիկ ուղի դա ոչ միտեղ չի տանում, որտեղ միևնույնն է, ինչ որ մի կետի գալիս է եւ գալու է պահ, որտեղ դու պետք է ասես ոչ, հասկանում եք, որովհետեւ ինչքան որ դու հարմարվում ես, դա բնական է, ֆիզիկայի օրենքների պես է դա գործում է դանդերը, այնքան ավելի նոր պահանջներ են ներկայացում, սա բնական process է, որտեղ ասում ուժային հարաբերություն է սա, դու հարմարվում ես, դու հրաժարվում ես, դու նահանջում ես, գալիս են առաջ, ու ինչ որ X պահի դու պետք է ասես ոչ. Եվ ավելի լավ է այդ ոչը ասես շուտ եւ սահմանես շուտ, քան թե ուշ, բայց քո համար պետք է իմանաս որն են ռեալ եւ ոչ ասելուց ոչ ասես, ոչ թե մերոնց պես, որտեղ այս 5 տարվա մեջ ինչին որ ասել են ոչ, վերջում էլի նահանջել են։ Ասում էին ոչ միջանցքի, ստացանք էլի այդ անխոչնդոտ հաղորդակցությունը, ասում էին ոչ համանդրական փոփոխությունների չեն կանի, հիմա ասում են կանենք։ Եվ ինչին որ ասել են ոչի վերջում ասել են, հա, ինչին ասել են կարմիր գիծ, վերջում պարզվել է կարմիր չի, գազարագույնը կամ դեղինը կամ կանաչը, վերջում է կանաչելը։ Այսինքն սա բացարձակ չի բխում միջազգային հարաբերությունների էությունից եւ ռեալիզմի հետ ոչ մի կապ չունի։ Բացարձակ ոչ ռեալիստական պատկերացում է, որ դու անընդհատ նահանջելով, հարմարվելով կհասնես արդյունքի եւ հրաժարվելով սեփականից։ Մյուս բանը ուրեմն, էլի որ ապշեցուցիչ է մեծ հաշվով, եթե վերցնում ես հատկապես մեր ժողովրդի պատմական փորձը, հավատում են փաստորեն, հատկապես Ադրբեջանի թուրքերի հետ, դե կան որ հավատում են իսկականից, այդ նսկայուն խաղաղությանը տևական, լուրջ, հավատում են, հասկանում եք, այսինքն սա քանի տասնամյակների պատմությունն է, քանի անգամ է հավատալը էլի նորից եղել եւ ամեն անգամ հայտնվում են մարդիկ եւ հայտնվել են միշտ հաստատուն մարդիկ ասեն հա ինչ կա մեկ բան չգիտեմ սովետական միությունից ավելի ուժեղ չլինեք սովետական շրջանի այդ եղբայրությունից ժողովուրդների եւ անից ավելի տևական եւ ավելի ուժեղ չլինեք հիմա նորից այդ նույն խաղն եք խաղում է ժողովրդի գլխին նորից հավատում եք այդ դրան եւ ռեալ հավատում եք եւ նորից մտածում եք ես չեմ ասում մենք դատապարտված ենք հավերժ պատերազմի ոչ Ես ինքս կարծում եմ, որ այո, ինչ որ մի փուլում, ինչ որ պայմաններում, ինչ որ մի տեսակի հարաբերություն միշտ էլ հնարավոր է, բայց հավատալ, որ այս sense վերջնական մի հատ խաղաղ բանի մեջ ենք մտնելու երբևէ, չէ, որտեղ մենք մրցակից ենք, հարցը ինչ որ միստիկ թշնամությունը չի, մենք բնական մրցակից ենք Հայաստանն ու Ադրբեջանը, բնական մրցակից են եւ այնպես է ստացվել կամ այնպես է ստեղծվել այս պետությունները, որ այդ ուժային բալանսը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ինքը պետքա պարիտետի գա, որպեսզի դու ռեալ խաղաղ հարաբերությունների մասին խոսես։ Իսկ այսօր այդ պարիտետը խախտվել է այնքան, որքան երբևէ երևի խախտված չի եղել։ Հասկանում եւ այդ ձևի խախտման պարիտետի չի լինում իրական խաղաղության հիմք, հասկանում եք, իրական խաղաղության հիմքը բերվում է հենց ինչի ենք մենք ասում ռեալիստական մոտեցումը հաշվի առնում ուժային գործոնը, որովհետեւ ուժային բալանսն է բերում
խաղաղության, ուժային դիսբալանսը չի կարող բերել խաղաղության։ Դա ճիշտ հակառակն է ռեալիստական մոտեցմանը քաղաքականության մեջ։ Եվ այսօր նստել հավատալ նորից, որ հեսա կլինի, հեսա այս վերջն այդ թուղթն կստորագրենք, կպրծնենք հանգիստ կապրենք, չեք ապրելու հանգիստ եւ ոչ մեկ չեք ապրելու հանգիստ դրան հավատալը, ես գիտեմ ավելի էլի այս բոլոր կետերի մասին նույնն եմ ասում, ինչքան քաղաքական միամտություն է պետք, որ դրան հավատաս։ Բայց դե կա եւ մյուս բան, ասում են, դե չէ, մենք չենք հավատում թուրքերի այդ խաղաղությանը, բան մենք հասկանում ենք, եւ ուղղակի մենք հիմա ժամանակ ենք ձգում, պետք է ինչ ժամանակ եք ձգում, չկա այդ ժամանակը, որ ձգեք, որտեվ էլի հղում եմ միջազգային այսօրվա հարաբերություններին, որպեսզի դուք կարողանաք ժամանակ ձգեք եւ ունենաք այդ ժամանակը։ Պետք է լինի համեմատաբար կայուն միջազգային իրավիճակ։ Այդ իրավիճակում ես կարող եմ նույնիսկ համաձայնել, ես շատ լավ կլինի մի 30 տարի ժամանակ ունենանք, այս բանը, բայց չունենք։ Եվ էլի սա բխում է ռեալիստական մոտեցումից։ Դու պետք է աշխարհը ընդհանրապես տեսնես ռեալ եւ ամեն կոնկրետ իրավիճակը շատ ռեալ վերլուծես, ոչ թե քո ցանկություններով առաջնորդվես եւ այդ ցանկությունների անունը դնես ռեալիզմ, ասես դե ես թույլ եմ, ոչի բան չեմ կարող եւ այլն եւ այլն։ Դու պետք է կոնկրետ իրավիճակում քեզ տեսնես։ Եվ ուրեմն այս ամեն ինչին եւ էլի շատ կետերին, որ նույնիսկ հիմա կարող եմ մոռանամ չասել, Հայաստանում կոչվում են ռեալիզմ եւ հավատում են սրա ռեալությանը, երբ որ այս ամեն ինչը սարսափելի քաղաքական միամտություն է, իրավիճակի բացարձակ ոչ adekvat գնահատական է, մանկամտության աստիճանի եւ միակ մի բանին չեն հավատում, որին իրականում դու պետք է հավատաս, որպեսզի դու լինես այս աշխարհում քաղաքականապես անկախ ազգ, մի պարտադիր պայման է պետք։ Դու պետք է հավատաս սեփական ուժերիդ, պետք է հավատաս սեփական ներուժին եւ պետք է հավատաս, որ այդ ներուժը ճիշտ կազմակերպելով եւ քո իրավունքները հռչակելով ողջամիտ սահմանների մեջ դու կարող ես հասնել հաջողության եւ ունենաս իրական դաշնակիցներ եւ ընկեր։ Սա միակ բանն է, որին իրականում պետք է հավատալ եւ միակ բանն է, որ ամբողջ աշխարհի պատմությունը միջազգային հարաբերությունների ռեալիստական տեսությունը եւ ամեն ինչը մնացած է այս աշխարհում միակ բանն է, որ ուրեմն հիմնավորում է որպես միակ ռեալիստական մոտեցում եւ սա հենց այն է, ինչ որ Հայաստանում ամենավոչ ռեալն են համարում, որտեղ Հայաստանում Հայաստանի քաղաքական մտածողությունը ճակերտավոր եւ ռեալիզմը իրար հետ սուր հակադրության մեջ է։ Իսկ որն է իսկական ռեալիզմը։ Ես դրա մասին արդեն խոսացի, հիմա շատ չեմ երկարացնի, ձեր գլուխներն էլ չեմ տանի, բայց նորից ամփոփենք 2-3 կարևոր կետեր են։ Նախ եւ առաջ իրական ռեալիզմը հիմնված է պարզ գիտակցության վրա, որ հարաբերությունները պետությունների եւ ազգերի միջև հիմնված են ուժային գործոնի վրա։ Դա չի նշանակում անարխիա, չի նշանակում ջունգլիներ, այդ ամեն ինչը ես չեմ հորինում, բայց հիմքում ուժային գործոնն է, հետո նոր մնացած բաներն են գալիս։ Եթե դու դա չես ընդունում, եթե դու ասում ես, դե մենք չենք կարող հիմա լինել ուժային գործոն, չենք կարող, չգիտեմ, վերջ, բրծավ այդտեղ ռեալիզմը, ավարտվեց։ Ռեալիզմի անուն միտուր։ Եվ մի ասա, որ մարդիկ, որոնք դա պնդում են, որտեղ դա շատ պարզ, պրիմիտիվ, նույնիսկ ես կասեի տրիվիալ պնդում է, այդ մարդիկ ռեալիստ չեն, որտեղ ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից, դա է համարվում ռեալիզմը։ Առանձին վերցած Հայաստանում չի կարող ստեղծվել առանձին աշխարհից լրիվ տարբեր լուսնոտային ռեալիզմ։ Ռեալիզմ նշանակում է հարաբերությունները հիմնված են ուժային գործոնի վրա։ Վերջակետ, ավարտվում է, ոչ բայց, ոչ սակայն, ոչ այսուհետե, ոչ այդուհանդերձ, ոչ հետ այսու, ոչ մի բան չկա։ Սա է ալֆան եւ օմեգան, այբը եւ ֆեն։ Այս ռեալիզմն է, էսա ռեալիզմը։ Ինչ որ էլի եմ ասում, աշխարհում կոչվում է ռեալիզմ։ Մնացած ամեն ինչը սրա վրա կառուցում է գալիս։ Հիմա ես չգիտեմ, երբ որ մենք ասում ենք ուժային գործոն, բան ինչ են պատկերացնում։ Ես ոնց հասկանում, ինչ որ պատկերացում են երևի որ մենք ուզում ենք, ասենք, չգիտեմ, միջև Բաքու եւ Աշխաբադ տանկերով քշել գնալ, չէ, ուժային գործոն, երբ որ մենք ասում ենք, նկատի ունենք շատ պարզելի բան։ Ուժին, ուժով պատասխանելու կարողություն եւ կամք, որտեղ դա է պետությունը։ Պետությունը, որը պատրաստ չի ի պատասխան մարտահրավերների, սպառնալիքների, իր տարածքը, իր բնակչությունը, իր իրավունքները ուժով պաշտպանելու ինքը պետություն չի։ Որտեղ պետությունը ինչ որ կոնկրետ բան է, ինքնիշխանությունը շատ կոնկրետ բան է, ինքը պետություն չի, ինքը ինչ որ տարածք է, վարչական միավոր է, չգիտեմ, հովանավորյալ
մի հատ համայնք է, բայց պետություն չի կարող կոչվել։ Պետությունը սկսվում է այն պահից, երբ որ ինքը ասում է ես իմ ինքնությունը, որի մեջ մտնում է իմ տարածքը, իմ բնակչությունը, իմ իրավունքները, եթե անհրաժեշտ է, պատրաստ եմ ուժով պաշտպանելու սեփական ուժերով եւ գտնելով դաշնակիցներ։ Սա է էլի նույնպես այբուբենն է, նոր բան չեմ ասում։ Երկրորդ կարևոր կետը ռեալիզմի իրավիճակի, մեծ իրավիճակի adekvat եւ ճշգրիտ վերլուծություն։ Ոչ թե մեր ցանկությունները, ոչ թե մեր երազանքները, միայն երազանքներն են կարևոր, ոչ միայն մեր պատկերացումները լավի ու վատի մասին, այլ իրականության, քաղաքական իրականության արտաքին adekvat ընկալում քաղաքականությունը, քաղաքական ծրագիրը կարող է միայն դրա վրա հիմնված լինի։ Չի կարող նույնիսկ միայն գաղափարախոսությամբ հիմնավորվի, ամենալավ գաղափարախոսությամբ, մեր գաղափարախոսությամբ, ոչ, դու պետք է բխեցնես կոնկրետ իրավիճակից, որովհետև տարբեր իրավիճակներում տարբեր պատասխաններ կարող են լինել։ Այն իրավիճակում, որ այսօրվա աշխարհում է, խոսել տևական ինչ-որ կայունությունից եւ խաղաղությունից եւ պատրաստել ժողովրդին դրան, այլ ոչ թե անվտանգության ապահովման, իրեալիզմի, սյուրռեալիզմի գագաթնակետ է ուղղակի։ Եվ մյուս կարևոր կետը, որ ճիշտ կազմակերպված ժողովրդական ներուժը կապ չունի քանակը, ժողովրդի 3 միլիոնը թե 30 միլիոնը, միշտ էլ եղել է եւ այսօր էլ կա միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, բազմաթիվ օրինակներով եւ համաշխարհային պատմության եւ հենց այսօրվա մենք տեսնում ենք, որ եթե կա կազմակերպվածություն եւ կազմակերպված, չգիտեմ, թեկուզ եթե պետք լինի դիմադրություն, ապա ցանկացած ժողովուրդ որոշակի եւ բավականին պատկառելի ուժ է։ Սա է իրական ռեալիզմը եւ հենց այս սրա համար մենք ուզում ենք եւ պարտավոր ենք այս դրոշը բարձրացնել այսօր Հայաստանում, այս դրոշը բարձրացնել եւ այս բաները ասել, որովհետեւ սա բանականության եւ պատվի հարց է։ Մեր պատվի հարցն է նաեւ։ Այն իմաստով պատվի հարցը, որ որևէ թեկուզ արտաքին հայացք, որ այսօր Հայաստանին նայում է, մտածում է ժողովրդի, այս մեծերը ինչ են խոսում։ Չկա այս ժողովրդի մեջ ինչ-որ մեկը կամ չգիտեմ ինչ-որ մի խումբ, որը հասկանում է իրականությունը ինչպես է աշխատում եւ բարձրաձայնում է իր իրավունքները եւ հասկանալով նաեւ իրավիճակը adekvat պատասխան է փորձում տալ սրան։ Սա պատվի հարց է եւ արտաքին հայացքի համար եւ մեր սերունդների համար։ Մենք այսօր ինչը որ ուզում ենք անենք, առաջին քայլը, հետո երկրորդ, երրորդ, մյուս քայլերը, այդ դրոշը բարձրացնելն է, փրկելը մեր համբավը, ել եմ ասում եւ ինքնես մեզ առաջ, մեր առաջ եւ դրսի հայացքի համար եւ սերունդների մեր ապագայի համար, որ Հայաստանում եղել է, որ համատարած այս լուսնոտությունը չի տիրել այս երկրում, որ բանականություն կա, որտեղ սա բանականության խնդիր է նախ եւ առաջ, այն ինչ որ ես նկարագրեցի որպես հայկական ճակերտով ռեալիզմ, դա նախ եւ առաջ բանականության բացակայության խնդիր է, անգրագիտության խնդիր է, չգիտեմ, ուղակի, նույնիսկ անկախ անգրագիտությունից ուղակի, կներեք ուղեղի վատ աշխատանքի խնդիր է, ոչ adekvat հայացքի խնդիր է եւ մենք պետք է այսօր այս դրոշը բարձրացնենք, ասենք Հայաստանում կա բանականություն, որը պատրաստ է տեսնել իրականությունը, այնպես ինչպես իրականությունը կա, ոչ թե հորինել իրականություններ, ոչ թե հեքիաթներ պատմել, այլ իրականությունը տեսնել ոնց որ կա, չվախենալ այդ իրականությունից եւ հասկանալ որ վախը չի թելադրող, այլ հենց էլի ստապ բանականությունը եւ այդ դրոշը նաեւ պատվի դրոշը բարձրացնել, որովհետեւ սա Հայաստան պատիվն է, Հայաստան բանականություն կա, թե իսպար վերացել է։ Ես կարծում եմ, որ կա Հայաստանում բանականություն, իսպար չի վերացել եւ այդ դրոշը մենք բարձրացնելու ենք եւ տանելու ենք առաջ եւ այդ դրոշը բարձրացնելուց սկսվելու ի վերջո նաեւ մեր ազգային վերածնունդը եւ մեր քայլը դեպի վերելք եւ հաղթանակ հեշտ ճանապարհ չի լինելու, բայց միակ հնարավոր ճանապարհն է, միակ հնարավոր այլընտրանքն է։ Մնացածը ինչ որ որպես իրականություն կամ իրատեսություն հրամցվում է, սա փակուղի է, ճանապարհը դեպի ոչ միտեղ, ճանապարհը դեպի անverջ նահանջ, ճանապարհը դեպի անverջ կորուստ եւ վերջում ամենավատ կետից նորից ի վերջո ստիպված արդեն որ ուրիշ տարբերակ չկա, նորից չէ ասելու, երբ որ ել ավելի դժվար է լինելու այդ չեն հիմնավորել։ Մենք այդ դրոշն ենք բարձրացնում, բանականության եւ պատվի դրոշը։ Եվ եթե դուք էլ ուզում եք այդ դրոշը բարձրացնողներից լինեք,
եկեք միացեք մեզ եւ մենք միասին այդ դրոշը այսօր կհաստատենք, կպահենք եւ անպայման կտանենք առաջ։ Այսքան է այսօր, ես սպասում եմ նաեւ ձեզ մարտի 25-ին, որ հանդիպենք մարտի 25-ին, ժամը 7:30 Էլիտ Պլազայում, մեր հիմնադիր համագումարին, ազգային հեղափոխություն կուսակցության հիմնադիր համագումարին եւ այնտեղ էլ կշփվենք եւ կշարունակենք մեր շփումը դրանից հետո եւ ոչ միայն շփումը, այլև ընդհանուր գործը։